Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Վերջին շրջանում ոստիկանությունը տեսանյութեր ու հաղորդագրություններ է տարածում զանգերի կենտրոնների բացահայտման վերաբերյալ։ Տասնյակ երիտասարդներ համակարգիչների առաջ նստած լուծում են մեկ խնդիր՝ ինչպես խաբել մարդկանց ու գումար աշխատել։ Հաճախ նման տեսանյութեր դիտելիս մտածում եմ, թե ինչ են նրանք պատմում ծանոթներին իրենց աշխատանքի բնույթի մասին։ Սակայն գլխավոր հարցը այլ է. ինչու են կրթված այս երիտասարդները ընտրում վաստակի նման ուղի։ Ծնողներն են թերացել դասյարակության հարցում, կրթական հաստատություններն են վատ աշխատել, թե շրջապատն է ազդել։ Ինչևէ։ Հեռախոսազանգերի միջոցով խարդախության բավականին տարածված մեխանիզմ է գործում։ Զանգահարում են քաղաքացուն, ներկայանում որպես բանկի աշխատակից եւ հեքիաթներ պատմելով փորձում տիրանալ բանկային գաղտնի տվյալներին։ Հաջողության դեպքում քաղաքացու հաշիվը րոպեների ընթացքում դատարկվում է, ձախողվելիս զեղծարարները փնտրում են հաջորդ զոհին։ Եթե այս դեպքում հիմնականում զանգահարում են Հայաստանից եւ խոսում հայերենով, ապա մյուս մեխանիզմը կիրառողները արտասահմանցիներ են, որպես կանոն ռուսախոս։ Արտասահմանյան հեռախոսահամարից զանգահարելով ձեզ, տեղեկացնում են, թե իբր ձեր բջջային օպերատորի գրասենյակից են։ Մոլորեցնում են, թե 5G կարգավորումները փոխվել են, ու եթե չեք ցանկանում զրկվել ինտերնետից, պետք է կատարեք WhatsApp հավելվածով զանգահարող տեխնիկական մասնագետի հրահանգները։ Իսկ մասնագետ կոչվածը ցանկանում է ոչ թե կարգավորումներ տեղադրել, այլ մի ծրագիր, որի միջոցով կգողանա ձեր գաղտնաբառերը, վճարային քարտերի տվյալներն ու անձնական այլ տեղեկատվությունները։ Ու պատկերացրեք, հաջողում են։ Եթե բանկի անունից զանգահարողներին հավատացողների մեղադրելը դժվար է, որովհետև զեղծարարները լավ պատրաստված են, խոսում են հայերեն եւ հաճախ վախեցնում են հաշվի վտանգված լինելու փաստով, բջջային օպերատոր ներկայացողներին հավատացողների վարկագծից կարելի է միայն զարմանալ։ Մինչդեռ ընդհանրապես պետք է լսեք, թե ինչ են ասում, անջատեք հեռախոսը եւ զանգահարեք բջջային օպերատորի պաշտոնական գրասենյակ ճշտելու տեղեկատվության իսկությունը։ Սուր թեմայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանին։ Հավաքագրում է բոլոր զոհերի տվյալները անձնական։ Ձեր անունով փորձում են վարկ ձևակերպել։ Հիմա ձեզ կոդ կուղարկենք, շտապ ասեք թվերը, գործընթացը կանգնեցնենք։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Կորցրել եմ 10 միլիոն դրամ։ Ձևակերպվել է 8 միլիոն 560 հազար։ Վերջին շրջանում ոստիկանությունը տեսանյութեր ու հաղորդագրություններ է տարածում հերթական բացահայտված զանգերի կենտրոնի վերաբերյալ։ Ինչ գործունեություն էին ծավալում, ում էին թիրախավորում այդ կենտրոնները։ Մեր կողմից բացահայտված զանգերի կենտրոնների հանցավոր գործունեությունը տարբեր ուղղվածություններ ունեին, նրանցից ամենատարածված ուղղվածությունը դա ներդրումային խարդախություններն էին, այսինքն հանցավոր զանգերի կենտրոնը մասնագիտացված էր ներդրումային խարդախությունների մեջ եւ հիմնականում նրանց թիրախում գտնվում էին օտարերկրյա պետության քաղաքացիները եւ հիմնականում եվրոպական երկրներում գտնվող պետությունները ունեցել են զանգերի կենտրոններ, որոնք որ թիրախավորել են օրինակ ասիական սեգմենտի բնակիչներին։ Եվ այս զանգերի կենտրոնների բացահայտման կարևորությունը կայանում է նրանում, որ նմանատիպ զանգերի կենտրոնների պարագլուխները, այսպես ասած, զանգերի կենտրոններ են ունենում ոչ միայն մեր երկրում, եղել են դեպքեր, երբ նրանք զանգերի կենտրոններ են ունեցել օտարերկրյա այլ պետություններում, որոնք որ թիրախավորել են մեր հանրապետության քաղաքացիներին։ Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցման խնդրին, ապա այստեղ պետք է հստակեցնենք, թե որ երկրի քաղաքացին է տվյալ դեպքում տուժող կողմը, բնականաբար այն հանցագործություններում, որտեղ որ տուժող կողմը մեր քաղաքացին է եւ հանցագործությունը ամբողջությամբ բացահայտվում է, ապա դա հնարավորություն է տալիս եւ բացում է հնարավորություններ քաղաքացու ֆինանսական կորուստները վերականգնելու։ Հայաստանի քաղաքացիներն արտասահմանյան հեռախոսահամարներից զանգեր են ստանում իբր բջջային կապի 5G կարգավորումների վերաբերյալ։ Այս մասին հազանգեր ստանում եք, եթե այո, ինչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։
Մեկ վիճակագրական տվյալ ասեմ, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ օրս 100-ից ավել նմանատիպ հանցագործության մասին հաղորդումներ ենք ստացել մեր քաղաքացիներին, ինչը փաստում է, որ այս 3-4 ամիսների ընթացքում կան բազմաթիվ տուժած քաղաքացիներ, եւ այս հանցագործության հիմնական ուղղվածությունը կայանում է նրանում, որ վերջիններս մոլորեցնելով մեր քաղաքացիներին ստիպում են, որ նրանք իրենց բջջային հեռախոսներում տեղադրեն վնասաբեր հավելվածներ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով եւ այն քաղաքացիները, որոնք որ տեղադրում են իրենց բջջային հեռախոսներում նմանատիպ ծրագրեր, հնարավորություն են տալիս հանցագործներին, որպեսզի վերջիններս հասանելիություն ստանան բջջային հեռախոսին, ընդ որում հասանելիությունը ամբողջապես հասանելիություն, նրանք կարողանում են մուտք գործել բջջային հեռախոսում առկա on-line banking հավելվածներին, ձևակերպել այնտեղ նոր վարկել կամ կցված բանկային քարտերից կատարել տարբեր գործարքներ, այսինքն հափշտակել բանկային քարտերում առկա ոչ դրամական միջոցները։ Այս մասով մեր քաղաքացիներին կհորդորեն, որ նմանատիպ զանգեր ստանալու պարագայում ոչ մի դեպքում ոչ մի օտարամոլ օտար ծրագիր հեռախոսազանգի միջոցով չտեղադրեն իրենց բջջային հեռախոսներում, եթե պայմանական հեռախոսազանգ են ստացել օրինակ X ընկերությունից եւ այդ աշխատակիցը իրենց պարտադրում է կամ համոզում է, որ իրենց բջջային հեռախոսում որևէ ծրագիր տեղադրեն, ապա պետք է ընդհատեն զանգը կամ հաստատեն նշված ընկերության պաշտոնական համարով եւ պարզեն այդ հեռախոսազանգի իսկությունը։ Տարածված մեկ այլ զեղծարարության սխեմայով հանցագործները զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես բանկի աշխատակիցներ եւ փորձում կորզել բանկային գաղտնի տվյալներ։ Արդյոք սրանք հեշտ բացահայտվող հանցագործություններ են, թե կան դժվարություններ։ Ձեր կողմից նկարագրված հանցագործությունը նույնաբովանդակ է 5G հանցագործությանը, այսինքն հեռախոսազանգի միջոցով են հանցագործները փորձում մոլորեցնել մեր քաղաքացիներին, մեկի պարագայում ներկայանում են որպես բջջային օպերատորի աշխատակից, ստիպում ծրագիր տեղադրել, մեկ այլնի դեպքում ներկայանում են որպես բանկի աշխատակից եւ կարող են տարբեր պատրվակներ բերել, օրինակ ասել ձեր անունով ինչ որ մեկը փորձել է վար ձևակերպել, անհրաժեշտ է SMS ծանուցումով ստացված կոդը մեզ ասել, որպեսզի օրինակ չեղարկենք այդ վարկի ձևակերպումը, այսինքն տարբեր պատրվակներով մոլորեցնում են մեր քաղաքացիներին եւ մոլորեցման արդյունքում հասանելիություն են ստանում նրանց ֆինանսական on-line հարթակներին, այսպես ասած, խոսելով բացահայտելիության մասին, այստեղ պետք է հաշվի առնենք, թե հանցագործությունը որտեղից է կատարվել, երբ որ հանցագործությունը կատարվում է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն հանցավոր գործունեություն ծավալողները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար բացահայտելիությունը ավելի հեշտ է համեմատական առումով, երկրորդի պարագայում երբ գտնվում են արտերկրում, ոչ թե բացահայտումը բարդ է, այլ ժամանակատար է, այսինքն տևական ժամանակ է պահանջվում, ինչը որ հնարավորություն է ունենում իրավապահ մարմինները ամբողջապես հիմնավորել X անձի կողմից նմանատիպ հանցավոր գործունեություն ծավալման փաստը։ Ֆինանսական բուրգերի բացահայտումները սովորաբար տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ դրանց գործունեությունն արդեն դադարել է եւ քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները։ Իրավապահ համակարգը տեսնում է հնարավոր վտանգները, բայց առաջնորդվում է չկա հանցակազմ, չկա միջամտություն սկզբունքով։ Ինչու՞։ Չէ՞ որ ոստիկանության գործառույթը նաեւ հանցագործությունների կանխարգելումն է։ Ֆինանսական բուրգի ֆենոմենը կայանում է նրանում, որ ֆինանսական բուրգ հիմնականում որակվում է այն պարագայում, շատ դեպքերում, երբ քաղաքացիները իրենց դժգոհությունն են արտահայտում, այսինքն նրանք սկսում են օրինակ իրենց ներդրած գումարները չստանալ կամ որևէ ֆինանսական հարթակ, որ իբրև թե որևէ ծառայություններ է մատուցում, դադարում է իր գործունեություն ունենալը։ Մեր քաղաքացիները կարող են մեզ հարց տալ, ասել օրինակ ինչու՞ չեք արգելափակում նմանատիպ ռեսուրսները, այստեղ ես կցանկանամ նշել, որ ռեսուրսների արգելափակումը իրավական գործընթաց է պահանջում, թեպետ այն կանխարգելիչ նպատակներ ունի եւ այդ ռեսուրսները հիմնականում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս են գտնվում են եվրոպական կամ ասիական որևէ երկրում եւ այդ երկրներում ծառայություն մատուցողները իրավապահ մարմիններից ինչ որ ռեսուրսներ արգելափակելու կամ սառեցնելու մասով կարող են պահանջել համապատասխան իրավական փաստաթղթեր եւ քանի դեռ չկա որևէ բողոք, չկա հանցագործության դեպքը, իրավապահ մարմինները նման ռեսուրսները արգելափակելու հնարավորություն ցավոք սրտի չունեն։ Մեկ եւս նյուանս ասեմ, այն պարագայում, երբ ֆինանսական բուրգը դեռևս չի դադարել իր գործունեությունը, շարունակում է վճարումներ իրականացնել, այն քաղաքացիները, ովքեր
գումար են դրել, հրավիրել են այլ անձանց, այդ քաղաքացիները կարող են այդ փուլում դիմել իրավապահ մարմիններին եւ այդ փուլից իրավապահ մարմինները հնարավորություն կունենան իրավական առումով գործընթաց սկսել, քանի որ ցանկացած ֆինանսական բուրգի պարագայում իրավապահ մարմինը պետք է հստակ ցույց տա անձ, որը որ ներդրել է գումար, անձ, որը որ հրավիրել է այլ անձանց, օրինակ գումարներ ներդնելու համար։ Դուք հաճախ եք դժգոհում, որ ստեղծարարությունից տուժած քաղաքացիները դժկամությամբ են դիմում ոստիկանությանը։ Որն է պատճառը՝ բացահայտման նկատմամբ թերահավատությունը, հնարավոր հաշվեհարդարի վտանգը, թե այլ գործոն։ Ասել թե դժգոհում ենք, որ քաղաքացիները չեն դիմում, դա դժգոհություն չէ, դա եղելություն է ցավոք սրտի, այսինքն որոշ պարագայում ցավոք սրտի քաղաքացիները դառնալով հանցագործության զոհ չեն դիմում իրավապահ մարմիններին եւ մեր ցանկությունն է, որ ցանկացած պարագայում, երբ քաղաքացին վնաս է կրել հանցագործությունից, պարտադիր դիմի իրավապահ մարմիններին, քանի որ պայմանական, երբ 10 քաղաքացի միևնույն հանցագործի կողմից դառնում է զոհ եւ 10-ից 9 չեն դիմում, մեկն է դիմում, հնարավոր է այդ 10-ից 9-ից մեկի պարագայում հանցագործությունը ել ավելի հեշտ լինի բացահայտել, այսինքն նրա մոտ լինի հավելյալ տեղեկատվություններ հանցագործի վերաբերյալ կամ այնպիսի տվյալներ, որը որ իրավապահ մարմիններին հնարավորություն տա ել ավելի հեշտ բացահայտել հանցագործությունը։ Մեր քաղաքացիներին կհորդորեն, որպեսզի վստահեն իրավապահ մարմիններին, լինեն համբերատար եւ նրանք եթե դարձել են հանցագործության զոհ, ապա ոչ մի պարագայում նրանք օգնություն չփնտրեն այլ վայրերում, այլ առաջին օգնող դիտեն իրավապահ մարմիններին, քանի որ իրավապահ մարմինն է կանգնած քաղաքացու կողքին հանցագործությունների դեպքերով եւ իրավապահ մարմինները պատրաստակամ են օժանդակել մեր քաղաքացիներին տարատեսակ ցանկացած բնույթի հանցագործությունների բացահայտման հարցում։ Չէ, իրավի ոչ ոք բողոքելու տեղ չունի։ Ճիշտ է, յուրաքանչյուր ընտանիք համոզված է, թե իր վիճակն է ամենածանրը ու նախ եւ առաջ հենց իրենց պետք է օգնության ձեռք մեկնել, բայց այդպես չէ։ Այս տարիների ընթացքում, երբ թվում էր, թե ոչինչ այլևս չի կարող մեզ զարմացնել, որ սոցիալական ծայրագույն պայմաններում ապրող այնպիսի ընտանիքներ ենք տեսել, որոնց վիճակը, ինչպես ասում են, թշնամու չես ցանկանա, միևնույնն է, հանդիպում ենք շատ ավելի սարսափելի պայմաններում ապրողների։ Ասվածի ապացույցը Նուբարաշենում բնակվող 40-ամյա Սոնա Վարդանյանի ընտանիքն է։ Այս ընտանիքը ամեն Աստծո օր գոյության կռիվ է տալիս։ Ընդ որում խնդիրները միայն սոցիալական չեն։ Սոնայի որդին 14-ամյա Սամվելը ամենայն հավանականությամբ չի դառնա հայրենիքի զինվոր, որովհետև ողնաշարի ծանր հիվանդություն ունի եւ եթե շուտապույտ չվիրահատվի, ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա։ Այդ հեռանկարը լիովին իրատեսական է, հիմք ընդունելով փաստը, որ վիրահատությունն ու պահանջվող իմպլանտները բավականին թանկ են։ Իսկ ինչ կարող է անել համատիրությունում որպես մակրոյի աշխատող մայրը, երբ աշխատավարձն ու նպաստը մի կերպ են բավականացնում դեղորայքին։ Բակացան, որտեղ վարձով են ապրում։ Ցուրտ, խոնավ, տարական հարմարությունների զուրկ, երբեմն նաև առանց էլեկտրականության, որովհետև Սոնան ի վիճակի չէ վճարել անգամ հոսանքի գումարը։ Ու եթե հավելում ենք փաստը, որ ժամանակին մայրն ու երեխաները շարունակաբար բռնության են ենթարկվել հայր կոչվածի կողմից եւ մինչեւ օրս սարսափով են հիշում այդ օրերը, նրանց թշվառության պատկերը դառնում է ավելի ամբողջական։ Այդուհանդերձ, չնայած սոցիալ-հոգեբանական դժվարություններին, երեխաները հասցնում են երազել։ Երազել, որ մի օր կունենան իրենց տաքոք անկյունը եւ առողջ կպահեն իրենց համար առողջությունը չխնայող ու աղոթքով օրը մտնեցնող մորը։ Ներկայացնում եմ Քնարեկ Պետրոսյանի հույսի եւ աղոթքի արանքում տեսանյութը։ Նուբարաշենից ստացված հերթական զանգը մեզ տարավ մի ընտանիք, որտեղ ամեն օրը պայքար է բառի ամենաբուն իմաստով։ 40-ամյա Սոնա Վարդանյանը միայնակ է մեծացնում իր երկու անչափահաս երեխաներին։ Մեծը 14-ամյա Սամվելը ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ մոր համար ամենածանրն անորոշությունն է, ինչ է սպասվում իր երեխային ապագայում։ Բժիշկներն ասել են, քանի դեռ ողնաշարն ամբողջությամբ չի թեքվել, մինչև 18 տարին լրանալը Սամվելը պիտի վիրահատվի, այլապես հաշմանդամի սայլակին գանվելու վտանգը կա։ Երկրորդ աստիճանի սկոլիոզ ունի, ամբողջությամբ թեքվել է ողնաշարը։ Պետքա վիրահատվի, իմպլանտներով պետք դրվի ողնաշարին։ Չգիտեմ ավելի շուտ ինչ էլ անեմ արդեն, որ գնամ, որ ինչ անեմ, ամենտեղ դիմել եմ էլի։ Ակաշներին դեմ մի քիչ թանկ գումար ուզեցին, որպեսզի կարողանան
բանան վիրահատեն, բանը սողական սարք դնեն, այդ գումարը չկարողացանք չարեինք, դե պետությունը կարա անի վիրահատությունը անվճար կլինի, բայց այդ իմպլանտները որ դնեն, այդ ամբնաթանկը ոնց որ 1 միլիոնից շատ է լինում։ Սոնան ու ամուսինը տարիներ առաջ են բաժանվել։ Կնոջ խոսքով դա միակ ճիշտ որոշումն է եղել հանուն երեխաների անվտանգության։ Ընտանիքում տարիներով տևական բռնությունները իրենց ծանր հետքն են թողել ոչ միայն Սոնայի, այլև երեխաների առողջության վրա։ Նա ալկոհոլի ազդեցության տակ հենց երեխաների աչքի առաջ է ծեծել Սոնային։ Նրանց հիշողությունից մոր դաժան ծեծի տեսարանները ոչ մի կերպ չեն ջնջվում ու իրենց անդառնալի հետքն են թողել հոգեկան աշխարհի վրա։ Իրեն տեսնելուց ավելի շատ էին երեխեքը ներվայնանում, ջղայնանում, ավելի շատ մեջները վախեր առաջանում, յան տեսնելուց, ինչեւ հիմա որ անունը լսում են, ասում են, ինչ լավ որ չկա, դաժե այդ վիճակն է, չեն ուզում թե լսեն։ Խմում էր ինքը։ Հա, խմում էր։ Ինքը շատ էր խմում։ Դրա համար էլ ավելի լավ էր որ չլիներ էլի։ Հիմա իմ աղջիկը դրա համար շատ է յանչիսին, որ ինձ ուզեցել է խփի կամ ինչ որ վնասի դրա ինքը ասում է մամայիս ինքը ավելի շատ ոնց որ արդեն հիմա իմ հետ ագնեց կապված է իմ աղջիկը ոնց չի էլ փոքնում ինչ որ մեկը վախենում է մեկը ինձի վնասի անդադ ուզում է իմ կողքին լինի որ հանգարց մեկը ինձի բանջ գործից տեղն էլ է գալիս ասում գամ քո կողքը նստեմ մեկը բանջացի մամային խփում էր Պապան ասում էր «Էլեք դուրս էսի փոքր երեխա բան չէր, հանեց մեզ դուրս, հետո մաման տփում էր»։ Այս փոքրիկ կացարանը, որը դժվար է տուն անվանելը, վարձով է։ Այն սակայն շուտով Սոնան երեխաների հետ պիտի լքի։ Տանտիրոջ կամքն է, պետք է վերանորոգվի։ Սենյակում եղած իրերն էլ Սոնայինը չեն, տանտիրոջինն են։ Սոնայի մայրը պատմում է, թե աղջիկն ու երեխաներն անգամ լողանալու տարական հարմարություններ չունեն։ Դրա համար շաբաթը մեկ երկար ճանապարհ են կտրում, որ իր տանը լողանան։ Ցուրտ ու խոնավ այս սենյակում մնալը Սամվելի առողջությանը հակացուցված է։ Մեր այցելության օրն էլ հոսանքն անջատել էին, լույս չունեին գումարը չմուծելու պատճառով։ Երեխաները հաճախ են հիվանդանում։ Ցուրտ պայմանների պատճառով տղան թոքաբորբ է տարել, ինչից հետո էլ առողջական վատ վիճակն էլ ավելի է սրվել։ Ինքը նորմալ հաշ չի ուտում, էլի։ Շատ մենք վիտամիններ ենք առնում, օրինակ բանջարեղեն միրգ չի ուտում ընդհանրապես։ Ամեն ինչը մաղելով կամ ինչ-որ մի բանով կերակրում է միան։ Ինքը միշտ երբեք չմեծացող ոնց որ երեխա լինի։ Փայտը կա, բայց կոտրող չկա։ Ընդհանուր ուժ չկա, որ մեկը կոտրի։ Դրա համար ստիպված սպառարան հանել են։ Թե չես միշտ այնց ցուրտ այրանց տուն, երեխեքն սովորել են։ Մենք ամենաշատը լսում ենք ծմղանից, որովհետև նա շատ է ծունը, համել ցուրտ է։ Սոնան համատիրությունում մաքրուհի աշխատում։ Ամսական 70,000 դրամ աշխատավարձը Սամվելի թոշակն ու երեխաների նպաստն են ապրուստի հիմնական միջոցը։ Շատ ժամանակ այդ մեջքի համար դեղորայք եմ ասում որ հանգստանացավը մի քիչ մազեր կամ ինչ-որ մի բանը։ Շատ ժամանակ այդ դեղորայքը շատ չեմ էլ կարողանում առնել, քիչ եմ տալիս, օրինակ ամսվա կտրվածքով կարող է բանը շատ պետք լինի, քիչ եմ առնում, որտեղ գումարը շատ ժամանակ չի հերիքում, էլի որ առնեմ։ Ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ձախորդությունները Սոնայի ընտանիքի գլխից, ինչպես ասում են, անպակաս են։ 2 տարի առաջ երեխեն լվացք անելուց են եղել, միանգամից այդ բանակ վարվել գմփոցի նման պատենա դուսեք, երեխեն դուսայք է, հենց դուսայքի ամբողջությամբ ինքը վարվել է։ Այդ զուգարանի կողմը դուրրելուց ամուտը սաղը վարվել է։ Մի կերպ ոնց ասած երեխուն փրկել ենք էլի։ Սոնային երբեմն մայրն է օգնում, երեխաներին դպրոց տանում, 8-ամյա Անգելինային շախմատի պարապմունքների, երբեմն սնունդ բերում, երբեմն անհրաժեշտ իրեր։ Այս ընտանիքում սակայն կա մի բան, որը ամուր պահպանվել է։ Երեխաների դաստիարակությունը։ Առաջին իսկ հանդիպումից նկատելի է նրանց զսպվածությունը, ամեստությունն ու հարգանքը։ Սամվելը մեզ ցույց տվեց իր մեդալները, չնայած խոսքի արտահայտվելու խնդիր ունի, սակայն նրա աչքերում են դաջված եւ մանկական երազանքը եւ մեծերի հոգսը։ Նա օր ու գիշեր մտածում է, թե ինչպես օգնի մորը։ Երեխաները մեծացել են վախի ու զրկանքների մեջ, բայց նույնիսկ այս պայմաններում չեն կորցրել հավատը։ Տուն եմ ուզում, որ տաք լինի, առողջ լինեմ, ուզում եմ մեծանամ, աշխատեմ, մամային պահեմ, խորիկիս պահեմ։ Ապագան ոնց որ չեմ տեսնում։ Իմ տղայի բանը անդադ որ մտածում իմ տղայի մի բան լինի,
հետագայում չեմ կամ պատկերացնեմ։ Այսքան տարի պահ մեծացրել եմ։ Ինչ-որ մի բան կարող է լինի, այդ եմ շատ նեղվում։ Այս տան ներսում ամեն մեկն իր ձևով է փորձում հաղթահարել իրականությունը։ Սամվելը երազում է մի տան մասին, որը չի փլուզվի, որտեղ չեն լինի վախ, ցուրտ ու խոնավություն։ Նա այդ տունը կառուցում է իր երևակայության մեջ ու ամեն օր փորձում է փոխանցել թղթին, մատիտով գծելով պատերը, պատուհաններն ու բակը։ Մի կյանք, որը դեռ չունի, բայց խորապես հավատում է, որ մի օր կունենա, իսկ Սոնայի մխիթարանքը ուրիշ տեղ է։ Հույսը բարձյալն է, սեղանին դրված Աստվածաշունչն է։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Ուր է այս երեխան, որ եկել, հատել է համապատասխան տարիքի շեմը, բայց եւ ոչ մի մատյանում նրա անունը չկա։ Պետությունը պետք է պարզել։ 20%-ը հասակակիցների հետ չի սովորում։ Նավակը եւ զինվորը իրար կողք չեն լինում։ Ունենք նույնիսկ մեկ երեխա, ում առաջին սեպտեմբերի 1-ը 4-րդ դասարանից է սկսվել։ Ինքը հələ իր դասարանցներից հետ է, իր ապաշարը շատ թույլ է։ Նրան տանել տարեկիցների, թե տարիքով փոքրերի դասարան։ Մի մասը առաջի դասարանցիների հետ, մի մասը երկրորդ դասարանցիների հետ։ Ռիսկեր կային, նախարարությունում գիտեին, հետքայլ չարեցին։ Լուրջ չեն վերաբերվում այդ տարիքային շեմին։ Սա խախտում է երեխայի իրավունքները, անտեսում նրա լավագույն շահը։ Ունենում են վախի, անհանգստության զգացում։ Հայաստանում գյուղեր կան, մանկապարտեզներ չունեն, երեխան տանն է մեծանում։ Մեկուսացման ռիսկեր է պարունակում։ Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք։ Սակայն սովորական քաղաքացիները կատարված աշխատանքի որակը գնահատում են ճանապարհներին անվտանգությունը դիտարկելով։ Դա ցուցանիշ չէր, դա չէին հրապարակի։ Վարորդների պահվածքում ինչ որ բան է փոխվել։ Իրավախախտումների թիվը գնալով ավելանում է։ Լավ, իսկ ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ արագություն չգերազանցեն։ Դες բանների փոխում են դες մարդկան, փոխվել է բան։ Ինչ կարելի է գետնի վրա անել, որպեսզի երթևեկության մակարդակը գոնե մի քիչ բարձրանա։ Լավ գնալը միշտ վտանգավոր է։ Արթուրն արդեն 3 տարի բնակվում է Տոկիոյում։ Չեմ հիշում, երբեք մեքենայի ազդանշանի ձայն լսել։ Համեմատվել պետք է հենց լավագույնների հետ։ Ես իմ անելի քաղաքացի, ես գնացի մենափոխել այդ խնդիրները։ Ճանապարհներին իրավիճակի փոփոխման ուղին անցնում է կրթական համակարգով։ Նպաստում է, որ դու այդ թափ ունենաս այդ օրենքի վրա։ Շատ կզարմանայիք, եթե տեղեկանայիք, որ Հայաստանում հնարավոր է դպրոց հաճախել միանգամից 4-րդ դասարանից։ Համաձայն եմ, չի տեղավորվում բանական մարդու ուղեղում, բայց պատկերացրեք, որ փաստ է։ Փաստ, որն արձանագրվել է Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի որոշման արդյունքում։ Երեխայի ծնողներին չեմ նախանձում։ Նաև պատկերացնում եմ, թե ինչ մտավոր տանջանքների ու կտանքների է ենթարկում 10 տարեկանում դպրոց նոր ոտք դրած աշակերտը։ Այս իրողությունը լուրջ կռվախնձոր է դարձել մարդու իրավունքների պաշտպանի եւ նախարարության միջև։ Միբ գրասենյակը կրթական գերատեսչության անհասկանալի այս քաղաքականությանն անդրադարձել է պաշտոնական որոշմամբ։ Արձանագրելով երեխայի իրավունքների խախտման փաստը, ՄԻՊ-ը իր անհամաձայնությունն է հայտնել նախարարի հրամանի վերաբերյալ, պնդելով, որ տարիքից ուշ դպրոց գնալու դեպքում աշակերտը պետք է ուսումնառությունը սկսի առաջին դասարանից, այլ ոչ թե միանգամից ընդգրկվի տարեկիցների դասարանում։ Օմբուդսմենի պնդմամբ սա խնդրահարույց է երեխայի կրթության, հանգստի, ժամանցի իրավունքի, ինչպես նաև երեխայի լավագույն շահի տեսանկյունից։ Իսկ ինչ են հակադարձում նախարարությունից։ Ասում են, թե մեջբերում եմ, չկա որևէ հետազոտություն, որ կապացուցի, թե հնարավոր է երեխայի մոտ ձևավորել դպրոցական պատրաստվածության մակարդակ առանց նրան համապատասխան միջավայրում ընդգրկելու։ Ոլորտի փորձագետները բնականաբար չեն կիսում այս դիտարկումը, պնդելով, թե իրենց տարեկիցների հետ, բայց միանգամից բարձր դասարան հաճախող երեխաների մոտ առավել ընդգծված են վախը, անհանգստությունը, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը։ Այո, այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար պարտադիր չէ մասնագետ լինել։ Անտրամաբանական իրարանցմանը հետևել է Էդուարդ Պողոսյանը եւ այժմ կներկայացնի դպրոցի ցածկը առանց Այբուբենի տեսանյութը։ Շախմատում խաղի մեկնարկին, օրինակ, նավակը եւ զինվորը իրար կողք չեն լինում։ Բայց մեր երկրի հանրակրթական դպրոցներում երրորդ դասարանի աշակերտի կողքին կարող է նստել իր տարեկիցը, չնայած որ առաջին անգամ է այստեղ ոտք դնում։
Դպրոց հաճախող երեխաների 20%-ը հասակակիցների հետ չի սովորում։ Կրթության նախարարի հրամանը նախորդ տարվանից պահանջ սահմանեց, որ արդեն ընթացիկ ուստարում օրենքով սահմանված ժամկետից ուշ, այսինքն օրինակ 7-8 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները ուսումնառությունը սկսեն ոչ թե առաջին, այլ այն դասարանից, որտեղ իրենց տարեկիցներն են։ Պետք լինի երկրորդ, պետք լինի երրորդ։ Հիմա ունենք նույնիսկ մեկ երեխա, ում առաջին սեպտեմբերի 1-ը 4-րդ դասարանից է սկսվել։ Սուրանգյան զրուցակիցը, ով նախընտրեց անանուն մնալ, պատմում է. հանգամանքներն են ստիպել երեխայի 6 տարեկանը լրանալուց հետո միանգամից դպրոցի ճամփան չբռնել։ Հիմա տղան 2-րդ դասարանում է սովորում։ Դե բարդ է հարմարվում, չգիտեմ, կարող է առաջինում էլ նույն խնդիրներ ունենալ, չեմ կարող ասեմ, բայց դե զգում եմ էլի, որ ինքը հələ իր դասարանցներից հետ է, իր ապաշարը շատ թույլ է։ Այն, որ 6 տարեկանից հետո դպրոց գնացող երեխաները միանգամից նստելու են իրենց տարիքին համապատասխան աշակերտական աթոռին, բուռն քննարկումների պատճառ էր դարձել դեռ այն ժամանակ, երբ նախարար Ժաննա Անդրեասյանն արձակեց հրամանը։ Տեղակալներից Արաքսիա Սվաջյանն էր հիմնավորել, ձեռքի տակ տվյալներ ունեն, որ յուրաքանչյուր տարի դպրոցական տարիքի երեխաների շուրջ 10%-ի համար այդպես էլ առաջին զանգը չի հնչում։ Կան նաև պատճառներ, երբ ծնողները նպատակահարմար այս կամ այն պատճառով չեն գտնում երեխային ժամանակ տանել դպրոց։ Երբեմն լուրջ չեն վերաբերվում այդ տարիքային շեմին եւ իրենք են որոշում, թե երեխան երբ կարող է գնալ դպրոց։ Իսկ դա բնականաբար հանրակրթության մասին օրենքով կարգավորված է եւ յուրաքանչյուր տարի բոլոր այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում, պիտի դպրոց ընդունվեն։ Միանգամից ասենք երկրորդ կամ երրորդ դասարանում հայտնվող երեխաների հետ կապված ռիսկեր կային, նախարարությունում գիտեին, հետքայլ չարեցին։ Դպրոցները լրացուցիչ աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի երեխաների հետ կրկնակի փորձեն հնարավորինս արագ աշխատել եւ իրենց բերել հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։ Եվ ահա մարդու իրավունքների պաշտպանը որոշում է, սա խախտում է երեխայի իրավունքները, անտեսում նրա լավագույն շահը։ Սա նաև լրացուցիչ ծանրաբեռնվածություն է երեխայի համար, երեխան երկարօրյա դասընթացների է մասնակցում, այլ խմբակներ է հաճախում, որպեսզի կարողանա հասցնի եւ այստեղ միշտ չէ, որ լիարժեք է կարողանում յուրացնել նյութը, եւ դրանից զատ առաջանում է երեխայի հանգստի եւ ժամանցի հետ կապված խնդիր, որովհետև իր տարիքին համապատասխան, իր նախասիրություններին համապատասխան երեխան չի կարողանում լիարժեք նաև այդ իրավունքը իրականացնել։ Օմբուդսմենը մինչև օրս շարունակ բողոքներ է ստանում, այս հարցով թեժգիծը շատ թեժ է։ Մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երեխաները, ովքեր որ անմիջապես երկրորդ դասարան են հաճախել, ունենում են վախի, անհանգստության զգացում, կարող են նաև հուզական այլ լացի դրսևորումներով լինել։ Երեխաները նաև համադասարանցիների հետ շփման ընթացքում ունենում են խնդիրներ, մասնավորապես այն երեխան, ով չի հաճախել առաջին դասարան, բնականաբար երկրորդ դասարանում իր համադասարանցիները հաշվել, գրել, կարդալ, գիտեն, ինքը այդ առումով կարող է իրեն առանձնացված զգալ, որովհետև այլ կերպ է կարողանում դա իրականացնել։ Խնդիրները, որոնց անպայման բախվելու է առաջին անգամ դպրոցում հայտնված երեխան, ում մեկնարկն ուսումնառության ճանապարհի սկզբնակետից չէ, շարունակում է թվարկել կրթության փորձագետը։ Առաջին դասարանը դպրոցում դա ոչ միայն գիտելիքների կամ տարիքայինների հետ շփվելու հնարավորություն է, այլ առաջին հերթին ադապտացիայի շրջան է, երբ որ երեխան սովորում է սովորել, հմտություններ ձեռք բերել եւ իրեն դրսեւորել որոշակի միջավայրում։ Ընդ որում շատ արագ է փոխվում այդ միջավայրը եւ եթե դու մարդուն դնում ես միանգամից արդեն ձևավորված սոցիալական միջավայրի մեջ, որովհետեւ երկրորդ դասարանում արդեն ձևավորվում է այդ դասարանը։ Բոլորը իրար գիտեն երեխաները, ուսուցիչը գիտի յուրաքանչյուրի ունակությունները եւ մեկը ավելացնելով մի երեխայի ուղղակի նրան մեկուսացման ռիսկեր է պարունակում այդ գործողությունը։ Ընդ որում մարդու իրավունքների պաշտպանն արդեն տարիներ ի վեր բարձրացնում է նաև նախադպրոցական հաստատությունների հասանելիության խնդիրը։ Հայաստանում գյուղեր կան, մանկապարտեզներ չունեն, երեխան տանն է մեծանում 6 տարեկանից էլ դպրոց չգնա, 7-ում օրինակ միանգամից կհայտնվի երկրորդ դասարանում, առանց այն հմտությունների, որոնք ըստ մասնագետների անհրաժեշտ են ուսումնառության փուլում։ Միջազգային չափանիշներին համապատասխան պետությունը պարտավոր է երաշխավորել երեխայի նախադպրոցական կրթության իրավունքը եւ ինչու այսքան կարեւորություն տրվում դրան, որովհետեւ վաղ տարիքում, հենց նախադպրոցական հասակում, հատկապես հաստատություն հաճախելու պայմաններում երեխայի մոտ այնպիսի հմտություններ են ձևավորվում, դրանք սոցիալական, ճանաչողական,
կրթական գործընթացի կազմակերպման տեսանկյունից կարևոր հմտություններ են ձևավորվում, որոնք երեխային հնարավորություն են տալիս ավելի պատրաստ լինել դպրոցական կյանք մուտք գործելու։ Ինչ է ասում միջազգային փորձը, այստեղ կրթության ոլորտի մասնագետը շեշտում է դպրոց ուշ հասած երեխայի դասարան ընտրելու հարցի առաջ կանգնելիս պարզապես հաշվի են առնում երեխայի ունակությունները, ըստ դրա էլ կողմնորոշվում նրան տանել տարեկիցների, թե տարիքով փոքրերի դասարան։ Կան այսպես ասած bridging կամ անցումային դասարաններ, երբ որ երեխան ոչ թե ամբողջ ընթացքում մի դասարանի հետ է իր ժամանակը անցկացնում, այլ օրինակ մի մասը առաջի դասարանցիների հետ, մի մասը երկրորդ դասարանցիների հետ եւ յուրաքանչյուր երեխայի համար գծվում է նախապես համապատասխան հետագից, թե նա ինչպես է հասնելու իր տարեկիցներին։ Վերադառնալով մեր կարգավորումներին, երեխայի 6 տարեկանը լրացել է, նա դպրոց չի եկել, այն ինչ կարող է անել պետությունը, նրան միայն իր տարեկիցների դասարան ուղարկելն է, իսկ արդյոք պետք չէ, որ պատասխանատուներին հետաքրքրի ուր է այս երեխան, որ եկել, հատել է համապատասխան տարիքի շեմը, բայց եւ ոչ մի մատյանում նրա անունը չկա։ Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն այդ հարցում։ Միանշանակ պետությունը պետք է բավարար չափով միջոցներ ձեռնարկի պարզելու, միանշանակ երեխան ինչու չի հաճախել եւ ինչն է պատճառը։ Եվ պատճառների ուսումնասիրության արդյունքում եթե կհայտնաբերվեն դեպքեր, որոնք ծնողների կամ այն անձանց, ովքեր երեխայի համար պատասխանատու են, չեն իրացրել կրթական իրավունքը, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառներ կային դրա համար, միանշանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն ապահովելու այդ իրավունքը։ Իդեպ մարդու իրավունքների պաշտպանը թեպետ որոշել է, որ կրթության նախարարի համապատասխան հրամանը երեխային ոչ թե առաջին, այլ իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու վերաբերյալ խախտում է երեխայի իրավունքը, սակայն օմբուդսմենը այդ խախտումը բերող հրամանի չեղարկման մասին նկատենք չի խոսում։ Մենք առաջարկել ենք, որպեսզի օրենսդրական դաշտը լավարկվի, որպեսզի օրենսդրական համապատասխան փոփոխություններ լինեն, որպեսզի այս խնդիրը լուծվի, հետեւաբար չեղարկելու խնդիր չի, այստեղ պետք է այնպիսի կարգավորում լինի, որ այս խնդիրը համարվի լուծված։ Սա խնդրահարույց է, որովհետև մենք որքան էլ միջավայրը փորձենք ստեղծել, միևնույն է մենք չենք կարող ապահովել երեխայի լիարժեք իրավունքները, եթե մենք այդ ամեն ինչը իրականացնում ենք երեխայի մեկ այլ իրավունքների խախտման հաշվին, այսինքն հոգեբանական, առողջական, հանգստի, այսինքն որքան էլ մասնագետը փորձի առանձնահատուկ վերաբերմունք ցույց տա երեխային, միևնույն է երեխայի այլ իրավունքների հաշվին է լինելու։ Մասնագետներն ասում են, երբ համակարգը փորձում է մեկ որոշմամբ լուծել մի քանի խնդիրներ, հաճախ ստացվում է ոչ թե լուծում, այլ նոր անհավասարակշռություն։ Դասարաններում երեխաների տարիքն իրար կարող է համընկնել կամ առնվազն հնարավոր է այդ համապատասխանեցումն անել, բայց փաստացի պատրաստվածությունը միանգամից անհնար է հավասարեցնել, նույնը նաև փորձառության եւ զգացողությունների օրինակով, եւ փորձագետները պնդում են, հենց այդ տարբերությունների մեջ է, որ որոշվում է դպրոցը դառնալու է երեխայի համար հնարավորություն, թե փորձություն։ Գուցե հարցը միայն այն չէ, թե որ դասարանից է սկսվում առաջին սեպտեմբերի 1-ը, այլ արդյոք այդ օրը իսկապես դառնում է կրթության սկիզբ, թե պարզապես հերթական քայլը մի ճանապարհի վրա, որտեղ երեխան ստիպված է հասնել դեռ չպատրաստված։ Իդեպ կրթության նախարարությունը եւս դիմել էր Սուրանկյունը, ներկայացնելու նաև իրենց գնահատականները, սակայն կարճ արձագանք ստացանք։ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման հարցը չեն մեկնաբանի, եւ օդում է մնում պարզ հարցը, եթե չունի խորը խութեր խնդիրը, ինչու այստեղ ընդհանուր հայտարար չունեն օմբուդսմենն ու նախարարը։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ 6 զո, 5 վիրավոր։ Մահացածներից 5-ը նույն ընտանիքի անդամներ են։ Շիրակի մարզում դաժան ավտովթարի հետևանքով կործանվեց մի ամբողջ ընտանիք։ Ողբերգական նման մասշտաբի պատահար վաղուց չէր գրանցվել։ Երկե կարելի էր երկար բարակ բացատրել, որ չի կարելի տեղափոխել սահմանված քանակից ավելի ուղևոր, չի կարելի առանց տեսադաշտի վազանց կատարել, չի կարելի շարքը կարելի երկար շարունակել, բայց մենք դա անում ենք արդեն 14 տարի։ Ոստի հիմա կցանկանայի կիսվել որոշ նկատառումներով, որոնց հանգեցի ողբերգական այս պատահարից հետո։ Նկատել եք, որ ճանապարհներին վթարից մահանալը դարձել է վիճակախաղի պես մի բան։ Իսկ գիտեք ինչու։ Որովհետև այն բազմաշերտ խնդիր է, հետևաբար այդպես էլ մնում է անտեսված։ Ասենք մանկապարտեզ կառուցելու համար շատ խելք պետք չէ։ Փողը տալիս ես կապալառուին, նա էլ կառուցում է։ Մինչդեռ ճանապարհային խնդիրները համակարգային են։ Դրանք ներառում են տեխնիկական, իրավական, սոցիալական, հոգեբանական բաղադրիչներ, որոնք փոխկապակցված են ու պահանջում են շղթայական լուծումներ։ Ոչ պակաս կարևոր է հարցը, թե որքանով է քեզ հուզում այլ մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ Այո, հանրային վայրում մարդու վարկագիծը պետք է արժանանա ամենախիստ վերահսկողությանն ու պատժին։
Վարորդը պետք է գիտակցի, որ ինքը միայն իր գլխի ու մեքենայի տերը չէ։ Չի կարելի ասել, ես լավ եմ քշում թքած մյուսների վրա, կամ ինչ անենք, որ խցանումներ են, մեքենաներն են ավելացել, ինչ անենք, որ հանրային տրանսպորտի ուղևորը չի հավաքագրվում, մարդիկ չեն վճարում, եւ այսպես շարունակ։ Ասել է, թե ճանապարհներին տիրող այս փնթի ու բարձի թողի վիճակի պատճառը համակարգված լուծումների մոտեցումների բացակայությունն է։ Միշտեր իրականում պետք չէ հեծանիվ օրինել, որովհետև լավագույն լուծումներն ու միջազգային փորձը վաղուց արդեն հայտնի են։ Իսկ թե ինչի մասին է խոսքը, Արմեն Աթալյանի «Երբ ճանապարհը արյուն է խմում» տեսանյութում։ Նախորդ շաբաթ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարը նորից հանրության ֆոկուս բերեց ճանապարհատրանսպորտային պատահարների խնդիրը, եւ ուրեմն փորձենք հասկանալ, թե ինչ է փոխվել կամ չի փոխվել երթևեկության կարգավորման process-ում Հայաստանում։ Իրավապահները նման դեպքերում մեջբերումներ են անում վիճակագրությունից։ Մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ, եւ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով բարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Ներքին գործերի նախարարը վստահ է, որ 2024-ի համեմատ 2025-ին ճանապարհներին մահերի նվազումը բարեկային ծառայության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքն է։ Անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաև մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Այս թվերն իհարկե ուշադրության արժանի են, սակայն սովորական քաղաքացիները կատարված աշխատանքի որակը գնահատում են ճանապարհներին անվտանգությունը դիտարկելով, իսկ դրա մակարդակը կարծես չի բարձրացել։ 2000-3000 ցուցանիշ են հրապարակում, որ այսքան իրավախախտում են հայտնաբերել, իրանց դա գոհացնում։ Օրինակ իրանց չէր գոհացնի, որ իրանք այդ միջոցառումը անեն եւ 3 հոգու հայտնաբերենք։ Դա ցուցանիշ չէր լինի, դա չէին հրապարակի։ Ու կյանքում դու չես տեսնի, որ իրանք հրապարակեն այսպեսի ցուցանիշ։ Նախորդ նույն ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքներում մեր ցուցանիշները նվազել են։ Իրավախախտների ավելի նվազ թիվը պետք է ցույց տա, որ վարորդների պահվածքում ինչ որ բան է փոխվել։ Իսկ հիմա ակնհայտ է, որ այս դաշտում չկան փոփոխություններ։ Առանց ամրակապվելու մեքենա վարելն արգելվում է։ Սահմանված է տուգանք։ Առանց car seat-ի մանկահասակ երեխա տեղափոխելն արգելվում է։ Սահմանված է տուգանք։ Ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելն արգելվում է։ Սահմանված է տուգանք եւ անձը կարող է զրկվել վարորդական վկայականից։ Եվ ինչ։ Ամեն տարի նման իրավախախտումների թիվը գնալով ավելանում է։ 2025-ին օրինակ ոստիկանությունը ճանապարհներին գրանցել է 1 միլիոն իրավախախտում։ Այդքան անգամ մարդիկ են տուգանվել։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ ահռելի թվի մասին է խոսքը։ Քանի տարի խփում են գրպաններին, ինչ է փոխվել։ Ասենք 2012 թվականից գրպաններին խփում ենք այս մարդկանց, փոխվել է բան։ Լավ, իսկ ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ արագություն չգերազանցեն կամ դուրս չգան հանդիպակաց գոտի, կամ էլ ալկոհոլ օգտագործած մեքենա չվարեն, կհացնեն ոստիկանները։ Իրավապահները կարող են օրինակ ծառայել վարորդների համար։ Տեսնենք ոստիկանները ոնց են գալի աշխատանքի։ 99%-ը առանց ամրակապվելու է գալի։ Իրանց քաղաքացիական մեքենաներ, այսինքն իրանք այդտեղ ծառայողական պարտականությունների մեջ չեն, հա, իրանք ծառայողական մեքենաներով չեն, իրանք սովորական իմ ու քո նման քաղաքացին, այսինքն դու տեսնելով, որ ոստիկանը թքած ունի այդ օրենքի վրա, այսինքն ինքնին դու էլ ես նպաստում ես, որ դու էլ թքած ունենաս այդ օրենքի վրա։ Իսկ եթե խնդիրն ավելի գլոբալ նայենք, ինչ կարելի է գետնի վրա անել, որպեսզի երթևեկության մակարդակը գոնե մի քիչ բարձրանա հանրապետությունում, որպեսզի պատահարների եւ մահերի նվազումը տարեցտարի ակնհայտ դառնա։ Վերցնում ես ուղղակի ստատիստիկային հետևում ես, որտեղ է դեպք է եղել, պատճառը ինչ է հանդիսացել։ Դա բարդ չի։ Մի մասնագետ, երկու մասնագետ, քանակը շատ է, վերցնում ես ընդհանրեն 4 մասնագետ։ Զոր ու գիշերը աշխատում են, հաշվառում են, վերլուծում են։ Արդյունքում կհայտնաբերվեն խնդիրներ, որոնցից մեկի լուծումն էական ջանքեր չի պահանջի, ասենք լուսացույցի կանաչն ավելի երկար կվառվի։ Մյուսի դեպքում պետք կլինի ենթակառուցվածքի էական ձևափոխում, ասենք ճանապարհի լայնացում։ Ձախ գնալը միշտ վտանգավոր է, ամենաշատ վթարները Երևան քաղաքում դրանից են լինում։ Նյութական ծախսով ամենաշատ վթարները, որովհետև հանդիպակաց եկողը, դիմացից եկողը ավելի մեծ արագությամբ է գալիս ու իր կանաչ լույսն է
ու միշտ ցախ գնացողները խցկվում են։ Այսինքն միաժամանակ կանը չբացում էր, միաժամանակ մտնում էր ու փակում էին։ Հիմա դիմացինի համար փակումա քեզ թույլ է տալի հələ հանգիստ։ Բայց Հայաստանում հիմնականում երթևեկության հետ կապված նորամուծություններ են ներդրվում առանց որևէ հետազոտության, թե որքանով այդ փոփոխությունը կնպաստի ճանապարհներին վթարների եւ մահերի նվազմանը։ Մենք պետքա մկեցված ապակիները վթարների քանակի աճին նպաստում, բայց ինչ եղավ, այսինքն ապակիները մկեցված հանեցին, բայց վթարների քանակը էականորեն չնվազեց, այսինքն ստացվում էր, որ այդ ապակիները այդ վթարների աճին առհասարակ չէին մասնակցում։ Վարորդներ տուգանվեցին, վնասներ կրեցին։ Պետությունը ոնց է մտածում։ Ես հետնյոտնային անցումը գծել եմ, ես իմ անելիքը արեցի, ես գնացի տուն, մնացածը ձեր խնդիրն է։ Դու ունայի այդտեղ զգույշ անցի։ Պիտի լուսավորվի հետնյոտնային անցումներ չհասած հատվածը, մայթերը, որ վարորդը հասկանա այդտեղ մարդ կա կանգնած, թե չէ պատրաստվում է շարժվի, թե չէ։ Դրա պատճառով Էլի վրա երթեր տեղի ունեցան ու ամեն անգամ ասում եմ, գիտեք ինչից է, որովհետև ձեր լույսի մարդը լուսավորությունից բան չի հասկանում։ Երբեմն Հայաստանի ճանապարհներին ծանր իրադրությունը բացատրվում է մեքենաների քանակի ավելացման գործոնով։ Տարեկան մի քանի տասնյակ հազար մեքենա է մուտք գործում երկիր։ Արթուրն արդեն 3 տարի բնակվում է Տոկիոյում, որն աշխարհում մեքենաներով ամենահարուստ քաղաքներից մեկն է։ Տոկիոյում վերջի անգամ չեմ հիշում, երբեմն մեքենայի ազդանշանի ձայն լսել։ Առանց չափազանցնելու չեմ հիշում այդպիսի դեպք։ Բայց պետքա ֆիքսենք, որ Տոկիոն գիտ քաղաքների հետ մոտ 40 միլիոն է։ Երթևեկության կազմակերպման տեսանկյունից Ճապոնիան օրինակելի երկիր է։ Կասեք, համեմատության երկիր ենք գտել, բայց համեմատվել պետք է հենց լավագույնների հետ։ Ճապոնիայում ամեն 100,000 բնակչին հասնում է մոտ 2 մահվան դեպք, իսկ Հայաստանում ընդամենը 3 միլիոնի մեջ ամեն 100,000-ին գալիս է մոտ 10 դեպք։ Այսինքն 5 անգամ ավելի շատ է դա։ Գնացներ կան, հա, որոնք ընդամենը դու կարող ես մեծ տարածություններ մի քանի ժամվա ընթացքում անցնել, որը իհարկե դարձնում է շատ շահավետ գնալ այդ ճանապարհով, քան թե քո սեփական մեքենայի ճանապարհ։ Իհարկե, այս ամենի համագումարում գալիս ենք նույն եզրակացությանը։ Ճանապարհներին իրավիճակի փոփոխման ուղին անցնում է կրթական համակարգով։ Դպրոցներում պետք է լինի առանձին առարկա, որը երեխային փոքր հասակից կսովորեցնի լինել երթևեկության մասնակից, ինչը գուցե հետագայում փրկի նրան կամ հարազատի կամ այլ մեքենայով երթևեկողի կյանքը։ Արմեն Նաթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Մի կողմից արագաչափը, մյուս կողմից ջրի տակ մնացած մեքենաները։ Այս կադրը հուշում է, թե ինչ ծանր բաժին է ընկել մեր վարորդներին։ Օй, ընդհանուր 5 ավտոմեքենա։ Շատ կուզենայի այդ ահազանգից հետո տեսնել այն փրկարարների վիճակը, որոնք քիչ առաջ ջրի տակից ավտոներ էին դուրս բերում։ Մարդկանց տները տարիներով խնդրում էի վարորդին, որպեսզի հարցնեի, թե եղբայր, դու կարող ես խմած ես եղել, վրեքներս խաբար չկա։ Տղեր կամուրջի ցանկ է, թե հարգելի վարորդներ, պետք է հասկանալ, որ ձեր անզգուշությունը չի կարող փրկել անգամ այնպիսի հայտնի բրենդը, ինչպիսին Mercedes-ն է։ Բայց իրավապանները միայն դին չեն հայտնաբերում, նաև տեսնում են, որ տունն ամբողջությամբ տակնու վրա է արված, առկա են նաև առնանման հետքեր։ Նման հսկայական մեքենայի հետ ճակատային բախումը չի կարող լավ հետևանք ունենալ, իսկ հետևանքը իրոք տխուր էր։ Չգիտեմ, արդյոք զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն վարվում է, թե ոչ, բայց կարծում եմ, որ արդյունքները միանշանակ մտահոգիչ կլինեն։ Սա բավականին նուրբ խնդիր է, որը թերևս պարզաբանման կարիք ունի։ Պետք է հասկանալ, թե ինչն է ընկած զինծառայողների ճանապարհներին, կրկնում եմ, ճանապարհներին, այլ ոչ թե սահմանին զոհվելու հիմքում։ Վերջերս այս թեմայով զրուցում էի ծանոթ բարեկներից մեկի հետ, ով ասաց մի բան, որը ոչ մի կերպ չի տեղավորվում բանականությանս մեջ։ Մասնավորապես պատմում էր, որ երբ ակնհայտ խախտման համար կանգնեցնում են զինծառայողների մեքենաները, նրանցից ոմանք դուրս են գալիս ու սկսում հատ-հատ տալ, թե բա մենք ձեզ համար սահման ենք պահում, գլուխներս գյուլի տակ ենք դնում, դուք մեզ կանգնեցնում եք։ Այս նախադասությունը մի ամբողջ, այսպես ասեմ, փիլիսոփայություն է արտացոլում։ Իսկ ինչու է ինձ թվում, որ իրական սահմանապահները, ովքեր հանուն հայրենիքի պատրաստ են զոհաբերել ամենաթանկը կյանքը, երբեք նման արտահայտություն թույլ չեն տա։ Սա խոսում է այն մասին, որ ուսադիր գրողներից ոմանք իրականում անկիրթ
արժեքներ չունեցող անձինք են, ովքեր պարբերաբար դասյարակվելու կարիք ունեն։ Այնինչ տեղի ունեցավ Վանաձոր Սպիտակ ճանապարհին սարսափելի է։ Զինծառայողի վարած վազ մագնիշի ավտոմեքենան ըստ ականատեսների դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու մխրճվել դավ մագնիշի հսկայական բեռնատարի մեջ։ Բնականաբար նման հսկայետ ճակատային բախումը չէր կարող չունենալ տխուր հետևանք։ Երկու հոգի տեղում մահանում են, եւս երկուսին ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց։ Զինծառայողների մասնակցությամբ դեպքերը նվազագույնի կհասցվեն, եթե ճանապարհային պատերազմները գտնվեն բանակի իսկապես պրոֆեսիոնալ անձնակազմի ուշադրության կենտրոնում։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի մունդիրի կորսված պատիվը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, արդեն իրոք հոգնել ենք վիոլաների ու անպատասխանատու չինովնիկների ձեռքը։ Բավականը բնությունը թեթև լացի ու մայրաքաղաքի փողոցներն ամբողջությամբ լցվում են ջրով։ Դրա պատճառով նույնիսկ նոր տերմիններ ենք սովորել, օրինակ սելավատար, ու պարզվում է, որ ջրհեղեղները այդ սելավատարների չգործելու պատճառով են առաջանում ու հարցը, թե ով է մեղավոր դրա համար, ընդհանրապես ավելորդ չէ։ Հա բայց ինչ օգուտ, եթե դրա պատասխանը չկա։ Խնդրեմ, նոր վարչական շրջանի Գյուրջան փողոցում ենք, բա ես այսօրը կմոռանամ, ոնց կմոռանամ, եթե հերիք չի ամբողջ գիշեր չքնեցի, հետն էլ մրսացություն ու տաքություն ձեռք բերեցի, դարձել էի պարեկ, ընկած կարգավորում է երթևեկը, ավելի ստույգ ստոպ էի տալիս որոշ մեքենաների վարորդներին, որպեսզի իրենք էլ ջրի գերին չդառնան։ Ուր, հետ, Բերնարդո Սորեննես, հետ։ Գնա դու էլ մնաց ջրի մեջ։ Բայց իրոք ժողովուրդ ջան, հասկանալու հետ խնդիրներ ունեցող այնքան վարորդներ ունենք, որ օպերատիվ ծառայությունների աշխատակիցների գործը դրանց պատճառով կրկնակի բարդանում է։ Բայց լավ, տեղի ունեցածը չկապենք վարորդների հետ, եթե պատկան կազմակերպություններն ու գերատեսչությունները նորմալ աշխատեին։ Հիմա վարորդների վրա մունատ չեն գա, իսկ պատկան կազմակերպություն ու գերատեսչություն ասելով նկատի ունեմ Վիոլա ջուր ընկերությանն ու Երևանի քաղաքապետարանին, հենց որոնց անգործության պատճառով էլ նման խայտարակ վիճակ է ստեղծվում։ Թեև եթե անկեղծ լինենք, մեղավորը ոչ այնքան քաղաքապետարանն է, որքան Վիոլան։ Փրկարարները մոտեցան, հերթական ավտոմեքենան, որպեսզի դուրս բերեն։ Ինչև գոտկա տեղը ջուրը անց սելավատարը բաչը գործեր, երկու ավտոմեքենա էլ են տեղը են։ Օй, ընդհանուր 5 ավտոմեքենա։ Ասեք, որ բավականին խորհրդանշական կադր է։ Մի կողմից արագաչափը, մյուս կողմից ջրի տակ մնացած մեքենաները։ Այս կադրը հուշում է, թե ինչ ծանր բաժին է ընկել մեր վարորդներին, թե ինչ խոչընդոտներ են հաղթարում երթևեկի ընթացքում, ինչևէ, ինչի վրա ենք կանգնել։ Հա, հիշեցի, որ սելավատարները վաղուց արդեն նորմալ չեն գործում, ինչի պատճառով մեծ լճակներ են ստեղծվում ու որքան էլ օպերատիվ ծառայությունները փութաջանորեն իրենց գործը կատարում են, միևնույն է, մարդկանց հասցվում է թե ֆիզիկական, թե նյութական ցավ։ Կոնկրետ այս դեպքում Երևանի 103 շտաբօգնության բժիշկները 1 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները մեծ դժվարությամբ կարողացան որոշ հատվածներում մոտ 1 մետր խորությամբ լճակից մի քանի ավտոմեքենաներ դուրս բերել։ Վստահ եմ, որ դրանք արդեն անպիտան են ու վարորդները պետք է մի կլորի գումար ծախսեն մեքենաների, ասենք, էլեկտրականությունը վերականգնելու համար, իսկ ով է փոխհատուցելու այդ գումարները։ Ապահովագրականները հաստատ չեն տա։ Վստահ եմ, որ քաղաքապետարանն ու Վիոլան եւս։ Լավ, ինչքան կարելի է իսկական անտերանոց է։ Այստեղից է։ Նոր է սկսել քաշել, գիտեմ։ Էս հատես արդեն սկսեց քաշել։ Էս էլ բնության մյուս տարերքը, ջրից հետո կրակ, էս ազգի գլխին փորձանքա որ գալիս է, բայց ամենասարսափելին էն է, որ դրա վերջը չի երևում։
Մթնշաղին ավելի ստույգ 18:30-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում։ Շատ կուզենայի այդ ահազանգից հետո տեսնել այն փրկարարների վիճակը, որոնք քիչ առաջ ջրի տակից ավտոներ էին դուրս բերում։ Ջրի համար նախատեսված արտահայտուստը պետք է փոխարինեին հրդեհների համար նախատեսված հատուկ արտահայտուստով ու գնային ոչ թե շարժական, այլ անշարժ գույքը փրկելու։ Հələ varım ha? Հա։ Մարդու բան չէ, չէ՞։ Կարևոր է դա։ Ինչպես տեսնում եք, դեպքի վայր են հասել հրշեջ փրկարարական մի քանի մարտական հաշվարկ։ Չգիտեմ, թե ինչ կլիներ այս ամենի վերջը, եթե մինչև հրշեջների հասնելը բնակիչները սեփական ուժերով չպայքարեն կրակի տարածման դեմ։ Ինչ եմ սա ասում, որովհետև այս հատվածում տները իրար կպած են ու կրակի տարածումը քամու ուղեկցությամբ կարող էր երկրաչափական պրոգրեսիայով զարգանալ։ Էդ են նայում։ Կասեք ինչ լինում է, այս շիֆերին լինի, դե իհարկե լավ կլիներ, որ տենց լիներ, բայց ոչ։ Օպերատիվորեն հասած 103 շտաբօգնության բժիշկների 2 հերթապահ խմբերը ծխահարված 4 սոկու տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել։ Ասացին, որ նրանց հետ ամեն բան կարգին էր, բայց 4 տներից 2-ի մեջ եղած ամբողջ գույքը վերածվել էր մոխրի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նախաքննությունը կպարզի, բայց չեմ զարմանա, եթե պարզի, որ ասենք էլեկտրականության կարճ միացումը։ Այ ժողովուրդ ջան, որպեսի անընդհատ փորձանքներից չբողոքեք, պիտի մենք էլ մեր հերթին ուշադիր լինենք։ Ինչ է դեռ չի մոցիլը չհանգի, ստեր չգետա։ Շմարկանց տները տարներով։ Ուշադիր լինել ասելով նաև այս դեպքն եմ հասկանում։ Վաղարշաբաթ աշտարակ M3 խճուղում Դվին հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ երեկոյան 18:30-ի սահմաններում տեղի ունեցածը ինքնավթար է, իսկ ինքնավթարների մեծ մասը տեղի է ունենում վարորդների անուշադրության պատճառով։ Ասում եմ, չէ, ինչ անում չենք անում, միևնույնն է, այս ինքնավթարների դեպքերը չեն նվազում։ Դրանց պատճառների մասով արդեն առիթ ունեցել ենք խոսել ու երևի թե դրանց պետք է գումարենք վթարի ժամը, այսինքն մթնշաղը։ Բարձացա չէ գյուղմթերքով։ Տղեր կամուրջի ցանկ է թե կողքից։ Շատ հետաքրքիր հարց էր, որին պարեկների հետևած պատասխանից կարելի է ենթադրել, որ Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին եւ գոհաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։ Փնտրում էի վարորդին, որպեսի հարցնեի, թե եղբայր, դու կարող ես խմած ես եղել, վրեկներս խաբար չկա, բայց ասեցին, որ նրան եւ ուղևորին տեղափոխել են Վաղարշաբաթ բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։ Սպասում էի, որպեսզի վերադառնար դեպքի վայր ու հետաքրքրությունս փարատեր, բայց դե երևի հասկացել է, որ կարող է ավելի անհարմար վիճակում հայտնվի, դրա համար էլ չեկավ։ Չնայած եթե ասեն, որ եղել է ինչ-որ մեքենա, որ խոչընդոտ է ստեղծել իրենց առջև, կարող է հավատամ։ Այս տանիքին էլ է կպե կրպակի։ Լավա մարդմուր չի եղել, այ ցավը տանը։ Լավ, եթե նախորդ դեպքերում գերազանցապես օպերատիվ ծառայությունների արդյունավետ աշխատանքի պատճառով զոհ չունեցանք, հաջորդիվ ներկայացվող 3 դեպքում պատկերն այլ էր։ Ողբերգություններ, որոնց հիմքում նախ եւ առաջ մարդկային գործոնն է։ Վթարի վերաբերյալ հերթական ահազանգը ստացա կեսգիշերից րոպեներ պակաս։ Ահազանգողը շտապ կանչում էր Երևան-Սևան-Իջևան ճանապարհ, իսկ ավելի ստույգ Չարենցավանի վարչական տարածք, ասելով, թե շամշան, սարսափելի վթար է ու կարծես զոհ կա։ Դե արդեն երևի պատկերացրիք, որ ահազանգից 40 րոպե անց դեպքի վայրում էի։
Երևի նկատեցիք, որ վթարված երկու մեքենան էլ Mercedes մակնիշի են, ու եթե ասում են, որ դրանց հետևանքով զոհ կա, ուրեմն հարգելի վարորդներ, պետք է հասկանալ, որ ձեր անզգուշությունը չի կարող փրկել անգամ այնպիսի հայտնի բրենդը, ինչպիսին Mercedes-ն է։ Անզգուշություն ասելով նկատի ունեմ փաստը, որ մեքենաները ճակատային բախում են ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ դրանցից մեկի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, թե հիմա փորձել է վազանց կատարի, թե վարորդի աչքն է կպել, կարևոր չէ։ Կարևորը անզգուշության հետևանքներ։ Ճանապարհի միջնամասում ասում է, որ հատված Իսկ հետևանքը այն էր, որ մեկ հոգի տեղում մահացել էր, եւս 5-ին տեղափոխել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Սա է գինը, որ վճարում ենք անզգուշության համար։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ որոշ վարորդների մտածելակերպը։ Եթե ասենք անհրաժեշտ տեսադաշտի բացակայության պայմաններում դուրս են գալիս վազանցի կամ ունենալով ֆիզիկական հոգնածություն կամ էլի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հերիք չի ռիսկ են անում մեքենա վարել, մի հատ էլ մարդկանց են տեղափոխում։ Նախաքննությունը կպարզի, թե կոնկրետ այս դեպքում ինչն է եղել վարորդներից մեկի հանդիպակաց դուրս գալու պատճառը, բայց եթե նշածս դեպքերը բացառվեն, այսինքն վարորդները այդ պարզ ճշմարտությունները ընկալեն, հաստատ նման դեպքերը կհասցնեն նվազագույնի։ Էլ ոնց կլիներ, շատ ենք ուրախացել, երբ մի որոշ ժամանակահատված չենք անդրադարձել սպանությունների դեպքերի։ Հեսա խնդրեմ, քաղաքացիական հագուստով իրավապահները կեսգիշերին մոտ օկուպացիա են արել Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի շքամուտքը, որովհետև րոպեներ առաջ ահազանգ են ստացած եղել, որ նշված շենքի բնակարաններից մեկում կնոջ դիկա։ Բայց իրավապահները միայն դին չեն հայտնաբերում, նաև տեսնում են, որ տունն ամբողջությամբ տակնու վրա է արված, առկա են նաև առնանման հետքեր, իսկ ինչ է դա նշանակում։ Ճիշտ է, որ ամենայն հավանականությամբ կնոջը սպանել են թալանելու նպատակով։ Սա դեռ վարկած է։ Մնացածը իրավապահները պետք է պարզեն, չնայած, որ իմ փոքրիկ հարցախուզը մահացածի հարևանների շրջանում հաստատում է ավազակային հարձակման վարկածը։ Տեսախցիկի առաջ խոսելուց հրաժարված քաղաքացիները ասում էին, թե սպանված կնոջ հարազատները բնակվում են Միացյալ Նահանգներում եւ որ կինը միայնակ է բնակվել։ Նույն օրը ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում նա պատասխանել է հարազատների հեռախոսազանգերին, բայց ժամը 13-ից հետո, երբ այլևս դուրս չի եկել կապի, ազգականը շտապել է նրա տուն եւ հայտնաբերել կնոջը մահացած, տունն էլ ամբողջությամբ տակնու վրա արված։ Մի խոսքով, ամեն ինչ հուշում է, որ տեղի ունեցածը ավազակային հարձակում է։ Չնայած, փորձն էլ հուշում է, որ նման դեպքերում ինչ ասես կարող ես սпасել, անգամ հարազատից։ Հիշում եք, թե քանի անգամ ենք ասել, որ մեզ պատերազմ պետք չի։ Ինքներս հաստատուն քայլերով ինքնակործանվում ենք։ Սա ասում ենք հատկապես զինվորականների մասնակցությամբ դժբախտ պատահարների դեպքում, կոչ անելով նրանց երթևեկի ընթացքում ցուցաբերել առավելագույն զգոնություն եւ զսպվածություն, բայց ինչպես ասում են, մենք ասում ենք, մենք լսում ենք։ Թե քանի զինվորական է միայն 2026-ի առաջին 3 ամիսներին զոհվել ճանապարհներին, արդեն հաշիվն եմ կորցրել, բայց փաստն այն է, որ ապրիլի 8-ին կատարվածը Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի ունեցածը մեր բազում հորդորների անտեսման հետևանքն է։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:50-ի սահմաններում։ Ըստ հավաքվածների, այս վազը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել հսկայական դաֆի հետ։
որը, ինչպես տեսնում եք, բարձված է եղել երկաթե ամրաններով։ Պետք չէ հատուկ մասնագիտական ունակություններով օժտված լինել, հասկանալու, որ նման հսկայական մեքենայի հետ ճակատային բախումը չի կարող լավ հետևանք ունենալ։ Իսկ հետևանքը իրոք տխուր էր։ 2 հոգի տեղում մահացել են։ 2 հոգու էլ Սպիտակ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները նախտեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Սպիտակ բժշկական կենտրոն։ Իսկ երբ տեղեկացա, որ մացածները պաշտպանության նախարարության զինծառայողներ են, այրունը հերթական անգամ գլխից տվեց։ Ախր երբ գիտեք, թե ինչ առաքելություն են ստանձնել, ոնց կարելի է նման էժան կերպով վարվել սեփական կյանքի հետ։ Դուք պետք է օրինակ լինեք բոլորի համար։ Ձեզանով միշտ հպարտացել ենք ու պետք է շարունակենք հպարտանալ, այլ ոչ թե հերթական անգամ փաստենք, որ ոչ թե հայրենիքի սահմանները պահելու ժամանակ եք անմահացել, այլ անհեթեթ վթարի հետևանքով։ Ինձ թվում է, թե պարզագույն ճշմարտություններ եմ ասում, բայց փաստորեն միայն թվում է։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք ապրիլի 26-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։